Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ եւ պացիենտների հարազատներ։ Այսօր կքննարկենք, թե ինչ կապ ունի գաստրիտը, այսինքն ստամոքսի քրոնիկական բորբոքումը վահանաձև գեղձի հիվանդության բուժումների ժամանակ։ Այնինչ այսօր կխոսենք, վերաբերվում է ապացուցողական բժշկության վերջին տարիներին հիմնավորած, հաստատած, ուրեմն նրբություններին, որը վերաբերվում է առաջին հայացքից գաստրոենտերոլոգիայի հետ կապ չունի, վերաբերվում է վահանագեղձի շիտավիտկայի, այսպես ասած, վահանագեղձի հիվանդություններին։ Ուրեմն վահանագեղձի ամենահաճախ, թերևս ամենահաճախ հանդիպող հիվանդությունը դա հիպոթիրեոզն է, երբ որ գեղձը վատ է աշխատում եւ էնդոկրինոլոգները ձեզ նշանակում են թիրոքսին, լևոթիրոքսին, էլթիրոքսին, էուտիրոքս, դեղերի անունները տարբեր է, այդ բոլորի ազդող նյութը այնուամենայնիվ թիրոքսինն է։ Այն հորմոնը, ինչը օրգանիզմը չի կարողանում արտադրել, բժիշկները տրամադրում են, նշանակում են եւ մենք ընդունում ենք դրսից առավոտվա ժամերին գիտեք դրա մասին։ Ահա այս դեղի ուրեմն ազդեցությունը գաստրիտով հիվանդների մոտ, ստամոքսի բորբոքումով հիվանդների մոտ կարող է ընկնի եւ էնդոկրինոլոգները ստիպված լինեն շատ ավելի բարձր դեղաչափեր նշանակել, որպեսզի ունենան այն արդյունքը, ինչը կարելի է ունենալ, եթե դուք բուժած լինեք ձեր գաստրիտը կամ չունենաք գաստրիտ։ Ինչու՞մն է բանը։ Սա ելի եմ ասում հետաքրքիր տվյալ է եւ կարեւոր է հաշվի առնել։ Ինչու՞մն է բանը։ Սովորաբար L-թիրոքսինը, այսինքն այդ դեղը, որը պացիենտը ընդունում է, ստամոքսից ներծծվում է, եթե ստամոքսում կա էական թթվային միջավայր։ Գաստրիտների ժամանակ հելիկոբակտեր ունեցող պացիենտների մոտ, հատկապես քրոնիկական երկարատև տարիներով տևած գաստրիտները, որոնց ժամանակ ստամոքսի լորձաթաղանթը ենթարկվել է մաշվածության, այս բոլոր դեպքերում այդ թիրոքսին դեղը վատ է ներծծվում եւ բժիշկները ստիպված բարձրացնում են դեղաչափերը։ Այդ նույն խնդրը մենք ունենում ենք, եթե երկարատև տարիներով կամ ամիսներով օգտագործում ենք օմեպրազոլ, պանտոպրազոլ, չգիտեմ, նոլպազա կամ չգիտեմ, անտացիդներ կամ պացիենտներ կարող են լինել, որոնք հաճախակի սոդա են օգտագործում այրոցների, իժոգայի կամ ստամոքսի ցավերի համար։ Բոլոր այս դեպքերում մենք ունենում ենք ստամոքսում ոչ այնքան ցանկալի թթվային միջավայր, որպեսզի թիրոքսին դեղը լիարժեք ներծծվի։ Ու ելի եմ ասում, ստիպված է լինում վահանագեղձի թեր ֆունկցիայով հիվանդը ստանալ ավելորդ դեղաչափեր։ Ինչպես է լուծվում այս հարցը, եթե դա իհարկե կապված է, կրկնում եմ, մարսողական համակարգի հետ, այս հարցը լուծվում է գաստրիտի բուժմամբ, այս հարցը լուծվում է, եթե նույնիսկ պացիենտը գանգատներ չունի, հելիկոբակտեր պիլորիի վերացմամբ, այս հարցը լուծվում է ստուգելով արդյոք բարակ աղիներում կա ցելիակիա կամ այլ էնտերոպաթիա, ինչը հաճախ կնկատեք, եթե պացիենտը չափից դուրս հյուծված է, քաշի դեֆիցիտով է, նիհար է կամ ախորժակ չունի, մի խոսքով, կամ լուծերով պացիենտ է, կամ որովայնացավերով պացիենտ է, ոչ այնքան այսպես տիպիկ։ Այս բոլոր դեպքերում, եթե դուք մարսողական համակարգի խնդիրները լուծում եք, ապա ձեր բուժումը վահանագեղձի համար իրականացվող շատ ավելի արդյունավետ է լինում, քան եթե այս ամեն ինչը բացի թողի է մատնված։ Կարծում եմ այսօրվա համար թերևս այսքանը։ Հիշեք, որ ստամոքսի աղիների հիվանդությունները կապ ունեն նաև, թե որքանով է արդյունավետ ընթանում վահանագեղձի թեր ֆունկցիային ուղղված թիրոքսինային ձեր բուժումը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։